Հայաստանի նոտարական պալատի նախագահի և վարչության անդամների լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված Հայաստանի նոտարական պալատը հրավիրել էր նոտարների արտահերթ ընդհանուր ժողով։ Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ամփոփել է իր պաշտոնավարման 4 տարին ներկայացրել կատարված աշխատանքը։ Նա անդրադարձել է նաև օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններին, նոտարներին պատվիրակված նոր գործառույթներին, նոտարական միասնական արխիվ ստեղծմանը, միջազգային համագործակցությանը։ Լիլիթ Մուրադյանն ընդգծել է, որ տարեցտարի մեծանում է պետության վստահությունը նոտարական համայնքի հանդեպ, ինչի մասին են վկայում նոտարներին պատվիրակված նոր գործառույթները։ Ժողովի ընթացքում նոտարների փակ գաղտնի քվեարկությամբ եւ ձայների ճնշող մեծամասնությամբ նոտարական պալատի նախագահի պաշտոնում վերընտրվել է պալատի գործող նախագահ Լիլիթ Մուրադյանը եւ պալատի վարչության նոր կազմը։ Եվ բացի այս նորընտիր նախագահը պարգևատրել է նոտարական պալատի վարչության նախկին անդամներ Վահե Հովհաննիսյանին եւ Մարինե Սարգսյանին կառուցողական համագործակցության եւ նվիրված աշխատանքի համար։ Այս 4 տարիների ընթացքը ինքը ժամանակը շատ անգամ ավելի կարճ էր, գիտենք պատերազմների, համաճարակների առումով գրեթե կեսներ 4 տարիների ընթացքում աշխատանքային ռիթմը գրեթե կեսներ ամբողջությամբ, բայց կարծում եմ, որ այն ինչը որ ես տեսնում եի 4 տարի առաջ նոտարական պալատի նախագահի թեկնածուի ընտրությունների ժամանակ տեսնում էի մեր ապագա պալատի ուրեմն տեսլականը ունենալ արխիվ, այո, այսօր մենք ունենք այդ արխիվը, այսօր վերանորոգվում է եւ շատ մոտ ժամանակում, մոտ 1-2 ամիս հետո ինքը ամբողջությամբ պատրաստ կլինի գործելուն։ Մենք անհրաժեշտ էր, որ համայնքն ունենա նոտարների աշխատակազմի աշխատակիցների համալրման համար դպրոց, մենք ստեղծեցինք այդ դպրոցը արդեն երկրորդ շրջանավարտներն է, որ հանձնում ենք ուրեմն նոտարների աշխատակազմի աշխատանքների համար եւ առաջի խումբը գրեթե ամբողջությամբ տեղավորված են նոտարների աշխատակազմերում աշխատանքի։ Միջազգային հարաբերություններում, ասեմ ձեզ, շատ ակտիվ ու շատ լայն գործունեություն ենք ծավալել, բազմաթիվ եւ հյուրընկալություններ ենք ունեցել եւ մենք ենք գնացել միջազգային ուրեմն քննարկումների, միջազգային ուրեմն կոնֆերանսների Եվ կարծում եմ, որ սրանով չենք սահմանափակվելու, որովհետև մեր միջազգային գործընկերների շրջանակը շատ անգամ ավելի լայն պիտի լինի, ավելի պիտի լայնացնենք այդ շրջանակը, որովհետև անկեղծ ասած ես կարծում եմ, որ եւ աշխատանքային փորձի փոխանակումը եւ մնացած բոլոր քննարկումները իրավական շատ օգտակար են նաև մեր նոտարների համար։ Ժամանակին ընդառաջ պիտի քայլել եւ ցանկանում եմ թվայնացնել այն ամենը, ինչ ունենք, համակցել մի շարք պետական մարմինների եւ մասնավոր մարմինների էլեկտրոնային հարթակները մեր INIS էլեկտրոնային հարթակին, որը շատ անգամ ավելի կթեթևացնի մեր նոտարների աշխատանքը եւ կբացառի ուրեմն նոտարների կատարված գործողությունների վիճարկումը, քաղաքացիներին կհեշտացնի քաղաքացիների կյանքը, ինչպես գիտենք, եւ իմ ծրագիրը, այսպես ասած, ինքը կոչված է եւ նոտարների աշխատանքը թեթևացնելու եւ քաղաքացիներին օգտակար լինելու համար, այդ իսկ պատճառով ես կարող եմ իմ ապագա ծրագիրը համարել եւ նոտարակենտրոն եւ քաղաքացիակենտրոն։